երբևէ քաղաքապետարանի որևէ աշխատակից, Վարդան Ղուկասյանի անունից, ձեր գործողությունների հետ կապված, ձեզ որևէ կերպ դիմել է։ Ոչ մի կերպ։ Այդ դուք պատահական նկատի ունենալով, որ իմ կոմիսիայի պատասխանատվությունը մի քանի անգամ արդեն հրապարակել են, մասնավորապես են վարչական վարույթի հետ կապված, որ վերահսկվել է Սևակոմցյանի նկատմամբ վարչական պատասխանատվությունը Սամսոնյանի։ Այո, այս հենց այդ օբյեկտի հետ կապված վարչական վարույթ է եղել, որով այդ օբյեկտի սեփական տիրոջը որպես ինքնական շինություն կառուցած անձի վարչական պատասխանատվության է ենթարկվել։ Բայց միևնույն ժամանակ նույն քաղաքապետի կողմից որոշում է կայացվել, վերացնել այդ որոշումը հիմնավորման, որ օբյեկտը կառուցվել է մինչև 21 թվականին։ Նման տեղեկություններ ձեզ ներկայացվել են։ Ոչ, տեղյակ չեմ։ Իսկ եթե ներկայացվեն այդ տեղեկությունները կադաստրային կոմիտե, որ ապացուցվել է, որ մինչև 21 թվականին 50%-ից ավել է կառուցվել, 1%-ից կապված ինք համարում է անավարտ կամ ավարտած չէ։ Այո։ Եթե ներկայացվեն այդ տեղեկությունները կադաստրային կոմիտե, որովհետև խնդիր կար դրա հաշվառման հետագայում նաև օրինականացման համար։ Տեսեք, արդեն ներկայացված փաստաթուղթը ինքնին հակասում էր մեր ունեցած 21 թվականի հետ չհամապատասխանելուն, այսինքն ինչ փաստաթուղթ է, թե ճշտ էին իրանք իրանց ավարտվածության աշճանությունը իջացնեին կամ ինչ-որ բան, ճշտված փաստաթուղթ է ներկայացնելու դեպքում։ Տիգրան Մուրադյան, արդյոք կադաստրային կոմիտեն իրավունք ունի չեղարկել տեղական ինքնակառավարման մարմնի կողմից կայացված որոշում։ Իրավասու չեմ այդ հարցին պատասխանելու։ Բայց պատասխանեցիք ուրիշ ձևը։ Որը։ Որտեղ կա նաև Ջրաբեկ դատարանի որոշումներ, որ կադաստրային կոմիտեն թիմ մարմնի որոշումը չի կարող չեղարկել, ինքը պարտավոր է միայն դրանց է։ Դե ես տեղեկացված չեմ։ Տեղեկացված չէ։ Դրանցով չեմ ես բազապես քարտեզի մասնակից։ Այդ քանի շաբաթություն է եղել։ Հատով չեմ հիշի, բայց 2 կամ 3 անգամ ներկայացրել ենք, արդեն թե 3 անգամ դիմում են։ Իսկական տարբերություններ կա այդ շաբաթություններում։ Դե բան չէր փոխվել ամեն դեպքում, դրանով կասեցման թեման մինչև վերջը նույնն էր, այսինքն այդ անհամապատասխանությունը շինությունների մասով։ Այնինքն կարող եք պնդել, որ այդ շինությունը մինչև 20 թիվներ է կամ եթե հագարակն եք ասում, դու ինչով եք հիմնավորում եք հանգամանքը։ Ես պնդել եմ այսպես, ունենք աշխատանքային ծրագիր, օրթոլուսանկար, հատակագիծ, որը արվել է 21 թվականին եւ մեզ համար հիմք է հանդիսանում համեմատելու ներկայացված կոորդինատները։ Իսկ 20 թվականին համեմատել եք 20 թվականի։ Դե եթե ներկայացնում եք 20 թիվ ու ես 21-ին չեմ տեսնում, բնականաբար ինքը 20 թիվից չկա, եթե 21-ին ես պահին ֆոտոյով չի երևում ինքը օրթոլուսանկարում։ Իսկ դե թերությունների բան բացառում եք, հնարավոր է ասենք։ Ինչ թերություն։ Մեգարի չէ հանգամանքեր չերևալ կամ սխալ։ Չէ, ինքը մեծ շինություն է, որը չերևալ հնարավոր չի։ Իսկ այդ թվերի Ինչ ներկայացվել է, չափագրողի կողմից ինչ ներկայացվել է, 20 թիվ է ներկայացվել, բայց մեր 21 թվով մենք չենք տեսնում այդ շինությունը։ 21 թվի օրթոլուսանկարներով չի եղում։ Մի հարց ես տամ։ Դուք վերջը հասկացաք, թե ձեզ ինչի համար են հրավիրել դատարան։ Որ դուրս գնաք հարցնեն ձեզ ինչ էին տան, չէ՞ ինչ պետք է ասեմ։ Ես կոնկրետ իմ մասով ինչ-որ եզրակացություն ունեմ այդ շինության հետ կապված գրած, այդքան բան։ Լավ, շնորհակալ եմ։ Ես հաստատ ուրիշ բան